Բարի լույս, Կորինթացիներին ուղված առաջին նամակի մեջ Պողոս Առաքյալը գրում է. Եվ ուտելիքը չէ, որ մեզ Աստծո առաջ է կանգնեցնելու, եթե չուտենք, ոչնչով չենք պակասի, և եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա, բայց զգույշ եղեք, գուցե ձեր այդ ազատությունը գայթակղություն լինի տկարների համար։ Սիրելիներ, անշուշտ Պողոս Առաքյալը այստեղ խոսում է զոհաբերված միս ուտելու կամ չուտելու մասին, բայց բերեք փորձենք առանձնացնել այս հատվածը։ Եթե չուտենք, ոչնչով չենք պակասի, և եթե ուտենք, ոչնչով էլ չենք ավելանա։ Առանձին վերցված շատ գեղեցիկ է այս միտքը, որովհետև թվում է, թե մարդ կա, որ իր ամբողջ օրը իր մտածումը սահմանափակվում է ուտելով կամ չուտելով։ Եվ ես գիտեմ, եթե այս մեծ պահ կանցնի, վերջում ասելու է, որ ես ամբողջ մեծ պահ կպահեցի և չկերա, և ամեն ինչ արեցի, որ ինձ զրկեմ։ Թվում է, թե չուտել նշանակում է պահք պահել։ Ընդմենն էլ կասի, ես չկարողացա իմ վրեն, պահքը չպահեցի, որտեղ կերա։ Թվում է, թե ուտել նշանակում է պահք չպահել։ Երկուսն էլ ծայրահեղ սխալմունք է, որովհետև սիրելիներ, ոչ ուտելը, ոչ չուտելը պահքի ընթացքում ոչ մի բան են, եթե դրան զուգահեռ եւ դրանից առավել եւ դրանով համեմված չէ հավատքի կյանքը, այն հոգևոր ապրումը, որով մարդը փորձում է վերականգնել իր կերպարը, Աստծո պատկերն ու նմանությունը։ Ուրեմն սիրելիներ, եթե մենք այսօր չենք ուտում մի բանի համար, ոչ թե որպեսզի նիհարենք, ոչ թե որպեսզի փոխենք մեր սննդակարգը, այլ որպեսզի այդ չուտելով մենք ինքներս մեր կամքը դաստիարակենք, որով մեր հոգին ավելի զորավոր է դառնալու։ Եթե մենք այսօր ուտում ենք այն, ինչ որ պետք է այսօր ուտելու, ուրեմն դրանով էլ ցույց ենք տալիս, որ մենք փորձում ենք մեր հոգևոր ճանապարհի մեջ մեր ֆիզիկական գոյությունը պահել։ Ուրեմն ուշադրություն դարձրեք, չնայած որ պահքը կեսը արդեն անցել է, բայց ուշադրություն դարձրեք, որ չֆիքսվեք, չմնաք ուտելու կամ չուտելու վրա, այլ հասկացեք, դրանք միջոցներ են հոգին ավելի զորավոր դարձնելու և հոգով Քրիստոսի հետ հանդիպելու։ Բարի և խաղաղ օր ձեզ բոլորին, Աստված օրհնի ամենքիս։